Միասին կարդում ենք կորեացիների գրած վատ մեկնաբանությունները Ջենիի վերջին ելույթին։ Եթե ինչ այս ելույթի մասին է խոսքը, որը իմ համար ուղղակի կատարյալ էր, հիմա անցնենք կորեացիների մեկնաբանություններին։ Փամ մուդե շորու անիգու իգե մոյա։ Փամ նշանակում է գիշեր, մուդե բեմ, շո նշանակում է շոու, անիգու ինչ-որ մի բան չէ եւ իգե սա մո ինչ, իսկ յան օժանդակ բայն է, այսինքն փամուդե շոդու, իսկ դո մասնիկը շոյին կցված նշանակում է նույնիսկ, այսինքն նույնիսկ գիշերային ելույթ չէ կամ շոու չէ, սա ինչ է, իգոտտո եսուրինգա հոգշի ոբոգոննի, իգոտ նշանակում է սա, թոն նաև անցած մեկնաբանություն ունենք, նշանակում է նույնպես կամ նույնիսկ երկու իմաստունի, եսուր նշանակում է արվեստ, ինգա ինչ-որ մի բան է, այսինքն հարցական վերջավորություն է, իգոտտո եսուրինգա սա էլ է արվեստ կոչվում կամ սա էլ է արվեստ, հոգշի մո մոգոննի, հոգշի միգուցե մո ինչ-որ մի բան, մոգոննի կերել ես կամ օգտագործել ես, այստեղ թմրանյութերի ակնարկ է երևում, այսինքն թմրանյութեր ես օգտագործել, հոգշի մո մոգոննի ինչ-որ բան ես օգտագործել։ Հաջորդ մեկնաբանությունը յակ մոգն նկիմ, յակ նշանակում է թմրանյութ կամ դեղ, մոգն կերած, նկիմ զգացողություն, այսինքն բառացի ստացվում է թմրանյութ կերած զգացողություն, այսինքն եթե մի քիչ ավելի հայերեն դարձնենք, այդպիսի զգացողություն է, որ թմրանյութ է օգտագործել։ Այս ամենը վատ մեկնաբանությունների ընդհանրապես 0.1%-ն էր, ու այնպիսի տպավորություն էր, որ հայեր ոնց որ գրեցին մեկնաբանությունը, ու չեմ հասկանում այս հեյթի իմաստը դեպի Ջենին զուտ նրա համար, որ ինքը իր ոճը գտել է ու հագնվում է այնպես, ինչպես իրեն դուր է գալիս։